Հծառևտուր 9 և հծխանութ համակարգերում մանրածախ վաճառք և վերադարձ գրանցելու հնարավորությունը հասանելի է անգամ ինտերնետ կապի բացակայության դեպքում։ Կապի խափանման ժամանակ հասանելի է վաճառակետ POS բաժնի վաճառքի պատուհանը իր հիմնական գործողություններով։ Սա բավարար է, որ առանց ինտերնետ կապի օֆլայն աշխատանքի ռեժիմում սպասարկել խանութի հաճախորդներին։ Մուտքագրենք վաճառվող ապրանքները։ Ընտրենք վճարման ձևը, օրինակ կանխիկ, և գրանցենք փաստաթուղթը։ Երբ վաճառքի ընթացքում առաջանա ինտերնետ կապի խափանում, համակարգը կբերի սխալի մասին հաղորդագրություն, որից հետո հնարավոր կլինի անցնել օֆլայն ռեժիմի։ Կրկին գործարկենք ծրագիրը։ Կապի անհասանելիության պատճառով առաջարկվում է մուտք գործել օֆլայն ռեժիմով։ Սեղմենք այո։ Կարելի է օգտագործողի համար սահմանել PIN կոդ, որը անհրաժեշտ կլինի հավաքել օֆլայն ռեժիմ մուտք գործելիս։ Բացենք վաճառակետ POS բաժնից վաճառք պատուհանը։ Համակարգը բերում է հաղորդագրություն, որ վերջին գործողության ընթացքում տեղի ունեցել աշխատանքի խափանում։ Հաղորդագրությանը OK սեղմելուց հետո կբացվի մինչ կապի խափանումը մուտքագրված վաճառքի տվյալները։ Վերևի հատվածում նշվում է, որ աշխատում ենք օֆլայն ռեժիմում։ Ապրանքների և գնորդների ընտրման բոլոր տեսակները հասանելի են։ Օֆլայն ռեժիմում հասանելի չեն մի քանի գործողություն։ Օրինակ, նոր գնորդ ավելացնելու, ապրանքի մնացորդ տեսնելու և զեղչերի ավտոմատ հաշվարկի հնարավորությունները։ Որպես կանոն նման գործողությունները հրատապ չեն և կարելի է սպասել ինտերնետ կապի վերականգնվելուն։ Զեղչերի հետ կապված նշենք, որ ձեռքով մուտքագրվող զեղչի տարբերակը նույնպես հասանելի է։ Գրանցենք վաճառքը օֆլայն ռեժիմում։ Օֆլայն ռեժիմում կարող ենք նաև վերադարձ կատարել, ընտրելով հիմք վաճառքը կամ առանց հիմքի։ Վերացնենք հիմքը դմկտրոնի համարը և սեղմենք վերադարձ։ Ցանկում թողնենք վերադարձվող ապրանքը և գրանցենք փաստաթուղթը։ Օֆլայն ռեժիմում գրանցված փաստաթղթերը պահպանվում են ՀԴՄ օֆլայն մատյանում։ Ինտերնետ կապի վերականգնվելուց հետո մուտք գործենք մենեջերի օգտագործողով։ Բացենք ՀԴՄ օֆլայն մատյանը։ Նշենք փաստաթղթերը և ուղարկենք դրանք ամպային պահոց։ Այսպիսով, ներկայացրեցինք մանրածախ վաճառք և վերադարձ գրանցելու հնարավորությունները ինտերնետ կապի բացակայության դեպքում։